Լուրջը կախված է երևի մեր բոլորից, ինչքանով լուրջ կընդունենք, որովհետև դեռ կարծեմ մի հայտարարության մակարդակով է, ինչ որ հնչել է Ռուսաստանից, բայց ես պարզապես չեմ կասկածում, որ եթե ռուսները ճար ունենան, կանեն եւ երկրորդ պետական լեզու կդարձնեն եւ առաջին պետական լեզու կդարձնեն։ Ճիշտ ասած, իմ առաջին արձագանքը շատ կտրուկ է, այսինքն զգացմունքները առաջ են ընկնում մտքիցս, խելքիցս, որովհետև ես 19-20 տարեկան ժամանակ ուրեմն պատրաստվում էի ցույց անել, որովհետև այն ժամանակ պատրաստվում էր մի որոշում, արդեն հստակ էր, որ լինելու է որոշում, որ բոլոր բուհերում մասնագիտական առարկաները պետք է սովետական միությունում անցնեն ռուսերեն։ Ու հետո պարզ է այնտեղ կար KGB, այդ KGB-ն մեր մի 4-5 հոգուս թևերը ոլորեց, տարան բացատրական զրույց եւ այլն, բայց ասում են իբր թե նույնիսկ այդ ցույցի նախապատրաստելը օգնեց, որ այդ ժամանակ չեղյալ հայտարարվի այդ որոշումը, ի տարբերություն Հայաստանի, որ մի խումբ ուսանողներ էին դրա դեմ վրդովված, Վրաստանում ակադեմիկոսները ուղղակի հավաքվեցին եւ մի շատ ըմբոստ նամակ գրեցին։ Հիմա ուզում եմ ասեմ, այդ մեծ տերությունների տրամաբանությունը դա է։ Իրենք միշտ ուզում են, որպեսզի իրենց ազդեցությունը լինի առավելագույն։ Հիմա թե մենք ինչպես կընդունենք, ես ճիշտն ասած մի կողմից դեմ եմ, որ լուն ուղտ չսարքենք, մյուս կողմից էլ կողմ եմ, որ զգույշ լինենք, որովհետև 2013 թվականի սեպտեմբերի 3-ից մի օր առաջ, ասենք մենք էլ շատ հանգիստ նստած էինք, բայց հետո մեկ էլ Սերժ Սարգսյանին կանչեցին Մոսկվա, ստորագրել տվեցին մի պայմանագիր, որի մեջ մենք հայտնվել ենք, որի պատճառով մենք հայտնվել ենք մի շատ ապուշ իրավիճակում, ասենք վատ պետությունների, վատ կառավարման համակարգով, վատ տնտեսություններով պետությունների մի միության մեջ։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ սա ուրեմն արժի զգույշ լինել եւ նաեւ շատ լավ առիթ է ահագին մարդիկ ծակուցուկերից դուրս եկան, սկսեցին ասել, բայց ինչ նախանգարում որ այդպես լինի, թող այդ մարդիկ էլ ծակուցուկերից դուրս գան։ Ախր ծիծաղելի է բոլորը մանավանդ եթե կրթության նախարարը իսկապես այդպիսի բան է ասել, պետք է այսօր հրաժարական տա, որովհետև շատ մենք այսօր ամբողջ խնդիրը նա է, որ Բորիսը այդ մասին խոսեց կամ նույնիսկ ակնարկեց, ռուսերենը այսօր արդեն իսկ Հայաստանում ունի երկրորդ լեզվի կարգավիճակ, որովհետև այո, սովետական, նախկին սովետական, պոստսովետական երկրներից ոչ մեկում ռուսական այսքան ալիք չունի ազատ սփռում, ինչպես որ Հայաստանում։ Այսինքն բացի դրանից, ասենք լեզվի մասին օրենքի կաբելային փաթեթներում, եւ որը կանոնակարգված չէ, եւ օրինակ ասենք Յուքոմում երկու հատ Ռոսիա ալիք կա իրար հետևից, այնտեղ մի քանի հաղորդման տարբերությամբ։ Չես հասկանում, ասենք այդ Յուքոմի ղեկավարների տրամաբանությունը, ասենք ինչի համար այդ փաթեթի մեջ մի ուրիշ բան չընդգրկել։ Մեկը ինչ որ հաղորդում ուզում է ժամանցին նայել, մյուսը կարող է 10-ին ուզել։ Այ տեսեք ինչ աստիճանի է։ Տեսեք ինչքան ասենք ստորաքարշությունը ինչ աստիճանի է հասել։ Այդ իմաստը, ուրեմն այդ կարգավիճակը արդեն ունի, բացի դրանից, ասենք գնանք հիմա այստեղից վեր կենանք, գնանք կինոթատրոն։ Կինո Մոսկվան այստեղից 5 րոպեի ճանապարհ է։ Տեսնենք որևէ լեզու, որևէ ֆիլմ կա, որ ռուսերեն լեզվով չի ցուցադրվում։ Կամ գնանք այն մյուս կինոթատրոնները, որ էլի բացվել են։ Իրենք հեռուստաալիք ունենք, որտեղ թարգմանաբար ունենք։ Այո, հեռուստաալիքներով, այսինքն այդպիսի ազատություն, այդպիսի շռայլություն, ասենք, որ ցուցաբերվում է ռուսերենի հանդեպ, այդպիսի բան չկա ոչ մի ուրիշ տեղ, ոչ մի ուրիշ հանրապետությունում, նույնիսկ Միջին Ասիայի հանրապետություններում, որոնք նույնպես հարուստ չեն, բայց իրենք ռուսական ալիքները արգելեցին, ճիշտ է, այնտեղ ուրիշ խնդիր կար, որ
ասենք ինչ-որ բաց կադրերով ֆիլմեր շատ էին ցույց տալիս եւ այլն, բայց կապ չունի ամեն մեկը ինչ-որ մի պատրվակով Վրաստանում ահագին վաղուց այդ բոլոր բաները արել են։ Այսինքն այդ ամեն ինչը արված է ու այստեղ հիմա նորից սկսել լրացուցիչ ճնշումներ, ամբողջ խնդիրն է, որ մի քիչ թող ծանոթանան պատմությանը, այդ գլոբալիզացիայի պատմությունը, բառը տերմինը նոր է, բայց գլոբալիզացիան 2500 տարվա պատմություն ունի։ Ռուսերենը հին հունարենից ավելի զարգացած լեզու չէ եւ ավելի մեծ մշակույթ չի կրում, բայց այսօր հունարեն քանի հոգի է խոսում, Հունաստանի բնակչությունը խոսում են ժամանակակից հունարենով։ Լատիներենի իշխանությունը էլի տևել է 1500 տարի, հիմա լատիներենով է խոսում։ Այսինքն թող իմանան, որ այդ կայսրությունների լեզուներին մեռած լեզվի ապագա է սպասում, ի տարբերություն փոքր երկրների, որոնք որ իրենց մշակույթը գնահատում են, իրենց լեզուն գնահատում են եւ զարգացնում են։ Այսինքն այսպիսի փորձերը դատապարտված են։ Մեկ երկրորդը, եթե մենք խոսում ենք ԵՏՄ-ի մասին եւ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ կա, ուրեմն բոլոր անդամ լեզուները բոլոր երկրներում պետք է ստանան երկրորդ պետական լեզվի կարգավիճակ, որովհետև գրագրությամբ զբաղվում են միայն որոշակի վարչական աշխատողներ եւ նրանք թող այդ բոլոր լեզուներին տիրապետեն։ Օրինակ ես, ասենք, առիթը բաց չթողնեմ, ասեմ, որ ես 5 լեզու գիտեմ, նույնիսկ 5.5 եւ կարելի ասել, որ իսպաներեն միայն կարդում եմ։ Ուրեմն ինչ է եղել, եթե ուզում են կարիերա անեն, ուզում են այդպիսի կարևոր տեղերում աշխատեն, թող սովորեն եւ ասենք ռոտացիոն սկզբունքով 5 տարի երկրորդ ուրեմն պետական լեզուն այդ ԵԱՏՄ-ի շրջանակում լինի, գրագրության լեզուն լինի հայերենը, 5 տարի ռուսերենը, 5 տարի ղրղզերենը, 5 տարի էլի ռուսերենը Բելարուսի պարագայում։ Ներողություն, եթե թույլ կտաք մեջ բերեմ, ասել էր, որ հնարավոր չի, որ երկրորդ պետական լեզու հռչակվի, բայց նախորդ հարցազրույցում ասել էր, որ ուզում են ավելի բարձր կարգավիճակ տան ռուսերենին եւ մի շարք առարկաներ, օրինակ ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրությունը ռուսերենով դասավանդվի։ Ուրեմն ես մի շատ լավ խորհուրդ ունեմ Լևոն Մկրտչյանին, որ ինքը Դաշնակցության կուսակցության մեջ այդ լեզուն ռուսերենը հայտարարի առաջին պետական լեզու, առաջին կուսակցական լեզու եւ ամեն օր իրենք կլոր տարին անցնեն 20 պարտադիր դասընթացներ 1920 թվականի Հայաստանի Հանրապետության պատմությունը ըստ Հովհաննես Քաջազնունի եւ տեսնեն թե այդ ժամանակ ոնց էր համերաշխորեն ուրեմն 11-րդ Կարմիր բանակը ադրբեջանցիների հետ ձեռքի տված Հայաստանից գրավում տարածքի ետևից ոնց քայքայեցին Կարսի պաշտպանությունը եւ այդ բերդը առանց կրակոցի հանձնվեց թուրքերին եւ հազարավոր մարդիկ այնտեղ գնդակահարվեցին եւ այն մնացած ամբողջ խայտարակ պատմությունը թե ինչ խաղ խաղացին ուրեմն ռուսները իրենց գլխին Մայիսյան ապստամբությունը եւ մի բան էլ, քանի որ իրենք երևի լավ չեն ուսումնասիրել այնուամենայնիվ իրենց պատմությունը, Մայիսյան ապստամբությունից հետո 6 հոգու գնդակահարեցին Դաշնակցական կառավարությունը այդ ժամանակվա, Պրավդա թերթը գրեց, որ հարյուրավոր բոլշևիկների են գնդակահարել, սպանել եւ բողոքի հետևից ուղարկեցին, որ չէ իրականում 6 հոգի են, այս մարդիկ են, իրենք պետական դավաճաններ են այս կողմեկում, բայց Պրավդան շարունակեց գրել մինչև վերջ, որովհետև ինքը ուներ այդ մենաշնորհը, այսինքն այդ ամբողջ կայսրությունում, նոր բոլշևիկյան կայսրությունում պետք է նախապատրաստեր հասարակական կարծիքը, որպեսզի Հայաստանը բռնակցեին իմպերիալիստական իրենց բառերով ասած Հայաստանը ուրեմն ոչնչացնեին, ողնաշարը ջարդեին եւ միացնեին իրենց։ Եվ չեմ ասում, որ այն բյուզանդական նենք դա բանը, պատմությունը, որ Քեմալին զենք ու ոսկի էին ուղարկում։ Այդպես վարվում են բյուզանդական կայսրերը, երբ որ Հայաստանը ապստամբում էր, հարևան թուրք էմիրներին նվերներ էին ուղարկում, դա նվեր էր կոչվում, ասենք, բայց ճիշտ 25000 ոսկու նվեր էին ուղարկում եւ այդ էմիրը հարձակվում էր Հայաստանի վրա։ Այս ամբողջը շատ վաղեմի պատմություն չի, ճիշտ է, մենք կարգին չենք անցել հատկապես իմ սերունդը,
ինքնուրույն ենք ստիպված եղել ծանոթանալ այդ ամբողջին, բայց վաղեմի պատմություն չի, ես խորհուրդ եմ տալիս, որ ուրեմն դաշնակցություն կուսակցության մեջ այդ դասընթացները կազմակերպել։